Որ ջան, ես 3 վիդեո կանեմ, կարծում եմ 3 վիդեոյի մեջ կտեղավորվեմ ու կբացատրեմ ինչի եմ կանգնած Վարդան Ղուկասյանի կողքին, ինչի եմ ուզում ինքը մտնի ազգային ժողով, ինչին է պետք, ես սենց ասեմ, մարդիկ կան ինձ ասում են քեզ պաշտոն են առաջարկել, մեծ կլորիկ գումար են տալու դրա համար, չէ, այս կյանքում ինձ գումարով ոչ մեկ չի առել ու չի կարա առնի, որովհետև կառնեմ զդաչինե չեմ տա Այդ ակաժների տող արեք, ինձ պետք է այդ երկրում, և չասեք, քեզ ինչ Ամերիկա ես նստած, Ամերիկա նստած չեմ ըլնելու, լավ էլ գալու եմ Հայաստանում ապրեմ, այդ Հայաստանը ձերը չի, եղավ, ձեր սեփականությունը չի, դա մեր երկիրն է, լավ, հիմա չեմ կռվելու ոչ մեկիդ հետ, բացատրում եմ ինչումն է հարցը, ես հեռուն գնացող պլաններ ունեմ, առաջինը ինչ ինձ խանգարում է, դա հարուստներին տեղ տալը և սովորական ապրողներին արհամարելը, որը որ Վարդան Ղուկասյանը թույլ չի տա, որ ես համոզված եմ, ոնց որ հիմա է մեջքին կանգնած ժողովրդի, նույն ձևի, ինքը որ մտավ ազգային ժողով, նույն հաջողությամբ, որ ինչ որ մեկի, ասենք, նեղացրեցին, օրենքով սահմանված կարգով այդ մարդուն ինչ որ բանա հասնում չտվեցին, հա, վիրավորեցին ինչ-որ միտեղ, չլսեցին ձայնը տվյալ անձնավորության, որովհետև ինքը, ասենք, սովորական բանվոր դասակարգ է, բայց այդ նույն հաջողությամբ լսեցին դեպուտատին, այդ է ես կկանգնեմ, հենց այդ սովորական մարդու կողքը ու կգնամ դեպի Վարդան Ղուկասյանը, կասեմ Վարդան ջան, ես ինչա կատարվում, ինչ ես մարդուն չեն լսում, ու ես 100% համոզված եմ, որ ինքը այդ հարցը 15 րոպեում կլուծի, ես համոզված եմ, տեսել եմ որտև, տեսել եմ այդ մարդը ոնց է աշխատում, ուրեմն առաջինը սկսելու եմ Facebook, Instagram, TikTok-ից, պիտի մաքրվեն հայերեն լեզվով խոսացող, հայհոյող, վիրավորող, սրան նրա վիդեոները վերցնող, վրան ինչ-որ լկտիություն գրող մասան, մաքրվելու է, ես ասեցի Փաշինյանը շանտեղ չդրեց, որտև սաղ ֆեյքերը Փաշինյանի օգտին են աշխատում, ասեցի արա անձնագրով, որ մարդը անձնագրով գրանցված լինի, հա, կարա հետո փոխի անունը, բայց դու գիտես այդ էջի տակ ով է գտնվում, այսինքն, որ մեկն ու մեկին վիրավորի, կարանանք գնանք հետևից, Փաշինյանը չարեց իրան ձեռ չի տալ այդ ֆեյքերի ֆաբրիկան ինքն է բերել գործածել, առաջինը պետք է անցնենք Facebook, Instagram, սոցցանցերը մաքրելու, սոցցանցերը լինելու են շատ կարևոր, եթե ինչ որ մեկը բողոք ունի